7 տարեկան ու արդեն շախմատի չեմպիոն, շախմատի ապագա գրոսմայստեր Մենուան 5 տարեկանում առաջին անգամ հայրիկի հետ շախմատ խաղաց ու որոշեց Տիգրան Պետրոսյանի պես հայտնի շախմատիստ է դառնալու։ Առաջին անգամ իմ հայրիկը ինձ ուզեցավ սովորեցնել շախմատ, ես ուզեցա եւ այդպես սովորացեց, հետո ես ուզեցա պարապեմ ու եւ գնացի պարապուքի։ Հունվարի 8-ից 16-ը Անդրանիկ Մարգարյանի անվան հուշամրցաշարն էր։ Ինքը անցկացվում էր մի քանի տարիքային խմբերով, մինչև 10, մինչև 12, մինչև 14 եւ մինչև 18։ Խնդիրը կայանում էր նրանում, որ մեր սանը 7 տարեկան էր եւ քանի որ չէր անցկացվում մինչև 8 տարեկանների համար մրցաշար առանձին խմբով, մենք ստիպված էինք ուղղակի մասնակցել մինչև 10-երի մեջ եւ Մենուան խաղալով մինչև 10-երի մեջ 7 տարեկան հասակում փայլեց, այսինքն 9 հնարավորից բերեց 7 միավոր, 7 հաղթանակ եւ 2 պարտություն, որոնք ուղղակի թյուրիմացության արդյունք էին։ Շփոթմունք ավելի շատ կարելի է ասել 7 տարեկան երեխայի համար, քան թե սխալ։ Եվ այդտեղ կար նաև մինչև 8 տարեկանների պայքար, քանի որ բոլոր 8 տարեկանները մասնակցում են մինչև 10-երի խմբում, չլինելով մինչև 8 տարեկանների մրցաշար, այդ էր պատճառը եւ մինչև 8-երի մեջ Մենուան ցույց տվեց լավագույն արդյունքը եւ դարձավ մինչև 8 տարեկանների առաջատար։ Սա դեռ Մենուայի հաղթանակների սկիզբն է, միջազգային մրցույթներին մասնակցելու ծրագրեր կան։ Պատրաստում ենք հենց միջազգային մրցաշարի, ունենք 2 մրցաշար առաջիկայում պետք է որոշենք, որին ենք մասնակցելու, որովհետև առայժմ հովանավորության հետ կապված խնդիրներ ունենք։ Ուսուցիչները նկատել են 7-ամյա տղան առանձնանում է հասակակիցներից մտքի ճկունությամբ ու մտածելակերպով։ Մտածելակերպը ուրույն է չես համեմատի մնացածի հետ եւ դիրքի տեսանելիությունը եւ շախմատի հասկացողությունը տարիքին եթե համեմատենք շատ առաջ է հասակակիցների հանդեպ։ Իմ շախմատի ուսուցչուհին դպրոցի ասում է, որ մեկ իրանց հետ խաղամ։ Ես խաղում եմ եւ հաղթում եմ, այդ վաղ ես արդեն 7 տարեկան էի։ Բայց ես իրանց հետ ոչ թե հավասար եմ խաղում, այլ իմ նավը հանած կամ ձին 2։ Փոքրիկ շախմատիստի ուսուցիչը դեռևս չի ցանկանում ժամանակից առաջ անցնել, բայց խոստանում է Մենուայի շնորհիվ հայկական դրոշը կծածանվի տարբեր երկրներում։